Կարապետյանը մնալու կալանքի տակ այնքան, ինչքան Փաշինյանը կարողանա դա անել այս։ Քաղաքական վերլուծաբանը Սամվել Կարապետյանի գործի մասին խոսելով շրջանցում է դատարանի դերը, ոչինչ չի հիշատակվում դատական համակարգի մասին, քանի որ այն, ինչպես երևում է, դեր չունի էլ, եւ դատական նիստերն ուղղակի կանխորոշված որոշումներով եւ վճիռներով նմանվում են բեմականացումների։ Մի անգամ ուղղակի չեմ նշում ով ասեց, բայց շատ դիպուկ խոսք ասեց այս հարցը եկեք թարգենք, թող կառավարության որոշումով ենթադրենք փակ հարցերի շարքում, հա, քննարկվի, չգիտեմ, կալանքը 2 ամիս երկարացնել կամ այս մարդուն մեղավոր ճանաչել, դատել եւ այլն, ասում են ինչի ձևականության հետևից են եկել, եթե ամեն ինչ կարելի է ելեմ ասում կառավարության որոշումներով անցկացնել։ Հաստատի դա է եւ սա ելեմ ասում որևէ աղերս իրավաչափության, արդարադատության մեջ չունի, մարդը տենց է որոշել անում է։ Իրավական ծաղր եւ քաղաքական ահաբեկչություն, այսպես բնութագրեցին պաշտպանները Սամվել Կարապետյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելու եւ 2 ամսով էլ կալանքը երկարաձգելու այս ամբողջ պատմությունը։ Հերթական իրավական ծաղրը այսօր արձանագրեցինք, իրականում վիրավորական աստիճանի։ Մարդիկ գործարարի աջակիցները ժամեր շարունակ փողոցում սպասում էին դատարանի որոշմանը, մինչդեռ կարելի էր ուղղակի թերթ կարդալ եւ իմանալ, թե ինչ է լինելու, ինչ են արդեն որոշել իշխանության խմբագրություններում եւ կառավարության կուլիսներում։ Երեք շատ հետաքրքիր բան ունեցավ հայկական ժամանակը դատավորի որոշումից առաջ, հա, արդեն ասեց, որ կալանքը 2 ամսով երկարացվել է, ընդ որում դա նաև կրկնեցին այլ իշխանական լրատվամիջոցներ, տելեգրամալիքներ, այստեղից արդեն պարզ դարձավ, որ որոշումը արդեն ընդունված է, ուղղակի չգիտեմ, երևի ժամանակից շուտ է գնացել եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը զարմանալի ճշգրտությամբ նման կանխատեսումներ լուսաբանելու հմտություն է ձեռք բերել, հատկապես վերջին տարիներին։ Նշեմ, որ այո, դրա մասին մեր անհանգստությունը արտահայտել ենք նաև դատական նիստում, արդեն ժամը 11:00-ին դատարանին բարձրաձայնել ենք, դատարանը վրթովվել է, որ մենք նման իրականություն ենք լրատվական միջոցներից իրականություն չէ, ճակերտավոր իրականություն ենք բարձրաձայնել, ասելով, որ նշվածը ինչ կապ ունի ինձ հետ, տեսանք, թե ինչքանով կապ ուներ։ Եվ այսպես մի մեծ խումբ քննիչներ արդեն քանի ամիս ձգում են կալանքի այս խափանումը, իրականում ուղղակի բացահայտում են, որ խափանված է իրավական համակարգը։ Վաղարշաբաթի ընտրություններում իրենց հաղթանակը տոնելով ու ձեռքբերումները թվարկելով իշխանության ներկայացուցիչները շեշտում են, թե մեր ձևովին էլ հաղթեցին էջմիածնում, մինչդեռ նրանք կռիվ են տալիս դեռևս նկարի հետ, հակադարձում է Նարեկ Կարապետյանը։ Ազատազրկված Սամվել Կարապետյանը շարունակում է վախեցնել, իսկ ինչքան ավելի կազմակերպված կդառնա իշխանության դեմ պայքարը, երբ նա լինի ազատության մեջ։ Սա գիտակցում է իշխանությունը եւ ամեն ինչ անելու է, որպեսզի երկարաձգի այս կալանքը, որքան դա հնարավոր է եւ որքան հնարավոր չէ անգամ։ Եվ տեսեք, եթե կալանքից դուրս գա ազատության մեջ հայտնվի, Փաշինյանի համար սա երկու խնդիր է առաջացնում։ Առաջինը, որ ըստ Փաշինյանի Կարապետյանը շատ ավելի ակտիվ հաշվի առնելով իր կազմակերպչական ունակությունները, ավելի ակտիվ կներգրավվի մեր ձևով շարժման, քաղաքականացման եւ ուժեղացման գործընթացում, եւ երկրորդը իհարկե այն, որ հաստատի թիմը կմտածի, որ ինչ որ մեկը ճնշում է ունեցել Փաշինյանի վրա, որի համաձայնվել է, որ Կարապետյանը հայտնվել ազատության մեջ։ Իսկ քանի որ ԿՊ-ում ամենաուժեղ Փաշինյանը պետք է լինի, դրա համար այդ տարբերակը իր համար բացառվում է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդլայնել մեղսակիցների ցանկը, դրանում ներգրավելով ում հնարավոր է, լինի դա հոգևորական թե դատավոր, նա մենակ չէ փաստորեն, ասում է Գեղամ Մանուկյանը։ Տեսեք ինչ է կատարում։ Նիկոլ Փաշինյանը սկսեց միազնյա ամենակեղտոտ արշավը մայրաթորի դեմ։ Հետո ստիպեց իր կուսակիցներին, որ անպայման միանան այդ արշավին, որտեղ Նիկոլ Փաշինյանը մեղսակիցներ էր ման գալիս։ Հետո մեղսակիցների բանակը մեծացավ, պաշտոնյայություն եւ այլն հավաքում տանում էր Հովնանավան կռապաշտական այդ հավաքներին, բայց հիմա էլ ուզում մեղսակից դարձնի։ Մայրաթորի դեմ հարձակման համար բոլոր այն վաղարշապատցիների քվերները, որոնք ձայնը տվել են վաղարշապատում Մեխակյանի, այսօր հայտարարելով, որ այ դուք ինձ զորակցություն հայտնեցիք Մայրաթորի դեմ արշավ, բոլորին ուզում եմ մեղսակի դարձնել։ Այսօր հեծի
լիցենզիայի ձեռքման համար փորձում է մեղսակի դարձնել, փորձում է մեղք ապագայում բարտի նույն այդ հանձնաժողովի նախագահի անդամների բարեբախտաբար այնտեղ կար մեր ընկերներից Արան Ռանանը, որը դեմ քվեարկեց, բոլորի մեղսակի դարձնի, որ հետո երբ որ իր բառն եմ ասում գնդակարություն պայմանական եմ ասում պատի տակ, ոչ թե ինքը ինչպես ասում է ամուր կանգնի, այլ ասի ես չէ, ես բոլորը մեղսակի, իրեն դատող դատավորները, որ այսօր կատարում են պատվերը, որ ասի այ դուք եք մեղսակից։ Փակ շղթա է, մի կողմից իշխանությունները պայքարում են անգամ նկարի դեմ, փակի տակ են պահում գործարարին, չեզոքացնելով վտանգը իրենց նկատմամբ, բայց մյուս կողմից արդեն ոչ մի այլընտրանք չեն թողնում։ Բայց մյուս կողմից դա լավ է ընդդիմության համար, հատկապես Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող շարժման համար, որ շատ լավ պետք է հասկանա, որ միակ միջոցը, որի կիրառումից հետո Սամվել Կարապետյանը կհայտնվի ազատության մեջ, դա իշխանափոխությունն է Հայաստանում, դա կլինի արտահերթ ընտրություններով, հերթական ընտրություններով, բայց փաստացի միակ լուծումը, որ այդ մարդը հայտնվի ազատության մեջ, դա է։ Եվ մեր ձևովը այլևս այլ ձև չունի, քան ամեն կերպ պայքարել միմիայն հաղթանակի համար։ Շաքե Ավոյան, Հրապարակ։ Պայքարելու ենք ու ընել ոնց ենք պայքարելու հաղթել։